Հացադուլ օր 3-րդ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբ երրորդ օրն է բաց երկնքի տակ է անցկացնում։ Աշխարհի, Եվրոպայի ու ԽՍՀՄ չեմպիոնը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմացի պուրակում է վերաքվեարկություն կամ վերահաշվարկ անցկացնելու պահանջով։ Իմ պահանջն է, որ վերաքվեարկություն լինի կամ էլ ով ձեն հավաքել է, ձենը թողեն այդ մարդկանց։ Կարևորը որ ինքը կհասկանա, որ մի հատ կա սենց մարզիկ, որը որ հայ ազգա ներկայացրել, համաձայն չի իրանց որոշումներին։ Սպորտի վաստակավոր վարպետ Հակոբ Կոխյանը հացադուլ հայտարարեց հունիսի 14-ին, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները։ Անարդարության դեմ միշտ պայքարելով հայտարարում եմ հացադուլ։ Անօրինությունների հետ հաշտ չէ, վստահ է ընդդիմության ձայները գողացել են, հասարակական քաղաքական ուժերին ու մարզաշխարհին կոչ է անում չլռել, համախմբվել ու պայքարել հանուն արդարության։ Իմ կարծիքով այն մյուս կուսակցականներն էլ, որ մասնակցում էին ընտրություններին, կհամախմբվեն ու մի հատ ճիշտ որոշում կայացնեն, ոնց անեն, որ իրանց ասած անցնի։ Ավելի շատ ձայներ Գագիկ Ծառուկյանից են, չէ՞ գողացել։ Մի կողմից էլ գիտեք ինչն է ինձ մտահոգում, որ մարզաշխարհի մարդկանց մեջ պետք է անաղոհած չլինեն, էլի։ Երբ որ պետք է պարգևատրվեն, երբ որ պետք է մեքենա ստանան, տուն ստանան, դուք ոչ մի բանից կախում չունեք։ Ոնց կարաք խոնարհվեք սրանրա առաջ, ովքեր արժանինքներ չունեն։ Ուրացող մի եղեք մի խոսքով։ Ծայրահեղ քայլի դիմաց 66-ամյա մարզիկն առողջական խնդիրներ էլ ունի, ասում է երկրի վիճակն այնքան ծանր է, որ սեփական առողջության մասին չի էլ մտածում։ Сейчас на ринг приглашаются боксеры первого среднего веса. Это Исраил Акопкохян. 1989 թվականին ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ ճանաչված ու ԽՍՀՄ լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված լեգենդար մարզիկը հույսը չի կորցնում, որ իր ձայնը լսելի կդառնա։ Արթուր Հակոբյան, Մանուշակ Մելքոնյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։